Հալելույա, փառք Աստծուն, այս հրաշալի օրվա համար, սա հրաշալի օր է, ոչ թե նրա համար, որ կիրակի է, կամ ոչ թե նրա համար, որ մենք հավաքվել ենք, այլ նրա համար, որ Տեր Հիսուսը այսօր այստեղ է, որովհետև որտեղ, որ Հիսուսը գնում էր, այնտեղ սկսում էին ինչ-որ բաներ փոխվել, այնտեղ սկսում էր ինչ-որ բաներ կատարվել, այնտեղ սկսում էին ինչ-որ բաներ ազատվել, հալելույա, ես հավատում եմ, որ այստեղ ինչ-որ բաներ կկատարվի, բայց միևնույն ժամանակ ցանկանում եմ քեզ ասել, որ թող քո սպասումը լինի Աստծուց, թող քո սպասումը լինի Սուրբ Հոգուց ու Հիսուսից, որովհետև նա այսօր այստեղ է, ամեն, աշկերտ ուղղի դեպի նրան և թող քո սպասումը նրանից լինի։ Ես այսօր խոսելու եմ մի փոքր որդեգրության մասին։ Ինչ է նշանակում որդեգրություն և արդյոք ով ենք մենք ապաշխարությունից առաջ և ապաշխարությունից հետո, ինչ կատարվեց մեզ հետ, երբ որ մենք ընդունեցինք Հիսուսին։ Ես շատ կարևոր է սա հասկանալ, որովհետև կան մարդիկ, քրիստոնյաներ, հավատացյալներ, երբ որ հարցը ուղղում ես, նա կասկածանքով է խոսում։ Նա կասկածանքով է պատասխանում և հստակ չի կարողանում ասել ով է ինքը։ Առաջի տեղը, որ ես ցանկանում եմ ընթերցել, դա Եփեսացիս թուղթ առաջի գլխի 5-րդ խոսքն է, որը հրաշալի խոսք է, և ես կարծում եմ, որ սա պետք է անձնական հայտնություն լինի յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Գրված է հետևյալը. մեզ Տերը առաջուց սահմանեց, որ իրեն որդեգիր լինենք Հիսուս Քրիստոսի ձեռով, իր կամքի հաճության պես։ Ես Տերը կանչել է մեզ, սահմանել է մեզ, որպեսզի մենք որդեգիր լինենք նրան։ Դա լավ է։ Ամեն։ Գիտես, բառերը կարծես թե այդքան շատ բան չեն կարողանում ասել, բայց երբ որ դու լսում ես մի վկայություն, երբ որ մեկը որդեգրում է մի երեխայի, նրա ապրումները, նրա զգացմունքները, այն իրավիճակները, որով որ նա անցնում է, և ես քեզ ցանկանում եմ կարճ պատմել մի եղբոր վկայություն, որը վկայում է, թե ինչպես է որդեգրել երեխային։ Սկզբում հանդիպում ենք, խոսում ենք, զրուցում ենք, հավանում ենք, նա էր մեզ հավանում, շփվում ենք պարզապես նրա հետ։ Բայց դա ոչինչ էր, նա իմ զավակը չէր և ես էլ նրա հայրը չէի։ Մինչև որ ես դրեցի իմ ստորագրությունը, վերջնական ստորագրությունը փաստաթղթերի վրա։ Երբ որ ես ստորագրեցի, նա դարձավ իմ զավակը և ես դարձա նրա հայրը։ Տերը սահմանել է, որպեսզի մենք որդեգիր լինենք նրան, որպեսզի մենք լինենք Աստծո զավակներ։ Ով ենք մենք մինչև որդեգրությունը։ Մարդիկ, ովքեր ապրում են մեղքի մեջ, մարդիկ, ովքեր կամաց գնում էին դժոխք, կործանում, մարդիկ, ովքեր չունեին ոչ մի ապագա, բայց երբ որ դրվեց ստորագրությունը, մենք տեղափոխվեցինք մյուս կյանքի մեջ, խավարի իշխանությունից տեղափոխվեցինք լույսի իշխանության մեջ, այնտեղ մենք մեղքի մեջ ապրող մարդիկ էինք, որը գնում էին կործանում, այստեղ մենք Տիրոջ զավակներն ենք։ Երբ որ մենք ընդունեցինք դա մեր կյանքերի մեջ, հավատացինք մեզ սրտերով և մեր բերաններով դավանեցինք, մենք վերստին ծնվեցինք Տիրոջ ընտանիքի մեջ։ Եվ հայրը դարձավ մեր հայրը։ Մենք ամեն անգամ ասում ենք հայր մեր աղոթքը։ Գիտես, դա պարզապես անգիր արած խոսքեր չի։ Ցանկանում եմ, որ մենք մի փոքր այլ կերպ վերաբերվենք, երբ որ ասում ես հայր մեր, հայր իմ, ես հայր ունեմ երկնքում։ Ես չգիտեմ քո հարաբերությունները ինչպիսին է եղել քո երկրային ծնողների հետ, բայց ես գիտեմ և ցանկանում եմ քեզ ուղղորդել, ինչպես պետք է լինի քո հարաբերությունները երկնային հոր հետ։ Գիտես, ինչպես որ ամեն մի ծնող փափագում է, ցանկանում է, որ իր երեխաները շփվեն իր հետ, և երեխաները ցանկանում են իրենց ծնողների հետ շփվել։ Նրանք երբ որ փոքր են, վազում ու թռնում են իրենց ծնողների գիրկը, վայելում են իրենց հոր գիրկը, իրենց ծնողների գիրկը։ Եվ նույն ձևի ծնողները վայելում են երեխաներին։
Մեկ էլ նստացնում են ուսերին։ Ուման են տալիս։ Հալելույա, փառք Աստծուն։ Մեր երկնային Հայրը ցանկանում է շփվել մեզ հետ։ Մեր երկնային Հայրը ցանկանում է, որպեսզի մեր շփումը իր հետ, Աստծո հետ անդադար լինի։ Ամեն։ Ինչի՞, որովհետև մենք երկրային ծնողներ լինելով, եթե մեր երեխաները մեզ հետ չեն խոսում մի օր, երկու օր, երեք օր, 5 օր, մի ամիս, մենք անհանգստանում ենք։ Ինչ է կատարվել այս երեխայի հետ։ Մենք ինքներս ենք գնում նրանց մոտ։ Սիրելիս, բայց քրիստոնյաներ կան, որոնք ապրում են առանց հոր հետ շփվելու ամիսներով։ Որդեգրությունը դա տալիս է մեզ մեծ հնարավորություն, բայց հաճախ մենք դա բաց ենք թողում։ Մենք որդեգրված ենք եւ մենք ասում ենք, որ մենք երկնքում Հայր ունենք։ Հալելույա, փառք Աստծուն դրա համար։ Մենք որդեգրված ենք եւ Տերը դրա միջոցով մեզ տալիս է մեծ ու հզոր առավելություն եւ արտոնություն։ Գրված է Հովհաննես ավետարան 1:12-ում, գրված է, որ Տերը իշխանություն տվեց մեզ նրա զավակները կոչվելու։ Դա ոչ թե մի փոքր ինչ-որ բան էր, այլ գրված է, որ բոլոր նրանք, ովքեր ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու։ Սիրելիս, մեզ իշխանություն է տրված Աստծո որդիներ լինելու, Աստծո զավակներ լինելու։ Գիտես, իշխանությունը դա այն բան, որ դու պետք է օգտագործես։ Ամեն, իշխանություն, ես Աստծո որդին եմ, ես Աստծո զավակ եմ։ Հալելույա, փառք Աստծուն դրա համար։ Հենց մենք որդեգրվեցինք, Տերը իշխանություն տվեց մեզ կապելու եւ արձակելու։ Հենց մենք դարձանք Տիրոջ զավակները, Տերը իր հրեշտակներին հրամայեց մեզ պահելու։ Հալելույա, փառք Աստծուն։ Այդ եղբայրը պատմում էր, ես երբ որ իմ ստորագրությունը դրեցի, նա դարձավ իմ զավակը։ Եվ ինչ որ ես ունեի իմ ամբողջ կյանքի ընթացքում աշխատած, դարձավ նրանը։ Սիրելիս, կապ չունի ով է եղել այնտեղ։ Հավատա ով ես դու այստեղ։ Տերը որդեգրել է քեզ եւ տվել է մեծ ու հզոր իշխանություն ամեն իր զավակներին։ Իշխանություն կոչվելու Աստծո զավակ։ Հալելույա, փառք Աստծուն։ Ես Մատթեոս ավետարանի 7-րդ գլխում 9-11 խոսքերում գրված այսպես, որ եթե դուք երկրային ծնողներ լինելով, չար լինելով, ոչ կատարյալ լինելով, դուք կարող եք լավ նվերներ տալ ձեր զավակներին, առավել ևս Հայրը, որ երկնքում է։ Հալելույա, փառք Աստծուն։ Մենք համարձակ կարող ենք գալ Աստծո առաջ եւ ասել Հայր իմ ու բարձրացնել իմ աղոթքը, քո աղոթքը։ Ամեն։ Բայց ինչ է կատարվում։ Սա այն է, ինչ որ Տիրոջ խոսքն է խոսում։ Արդյոք Տիրոջ խոսքը ստում է։ Ոչ, ու նորից ոչ։ Բայց ինչ է կատարվում։ Կատարվում է այն, ինչ որ կատարվում է մեր կյանքերում։ Մենք գալիս ենք հոր մոտ, բարձրացնում ենք մեր ձեռքերը եւ աղաղակում ենք նրան, բայց նա չի պատասխանում։ Տեր, չէ որ ես Աստծո զավակ եմ։ Տեր, չէ որ ես որդեգրված եմ քո կողմից։ Տեր, չէ որ դու ես ինձ իշխանություն տվել, որ ես հավատքով վերցրել եմ դա։ Աղոթում ես ու ոչ մի պատասխան։ Թակում ես ու ոչ մի բան չի բացվում քեզ։ Ինչ է կատարվում, սիրելիս։ Միթե Աստծո խոսքը ստում է։ Միթե Հայրը, որ երկնքում է, մեր Հայրը չի։ Մի ուսուցիչ կար, որ հաճախ լինում էր մեր մոտ, այս վերջերս չի գալիս, նա սովորացնում էր մեզ ժամանակի կառավարում թեման։ Հիասքանչ թեմա էր, հիասքանչ մի քանի բաներ, որը որ կնիքի նման պարզապես տպվել իմ կյանքի մեջ, դրանցից մեկի մասին ուզում եմ քեզ պատմել։ Նա խոսում էր աշխատասենյակի եւ աշխատասեղանի մասին։ Ասում էր, եթե քո աշխատանքը, քո գործը կապված է աշխատասենյակի եւ աշխատասեղանի հետ, որի վրա դու աշխատում ես, դու կարիք ունես շաբաթը մեկ անգամ մաքրելու
քո սենյակը եւ քո սեղանը։ Ավելորդ թղթերից։ Նա ասում է, երբ որ դու քո սենյակում դրված է աղբամանը, հենց այնպես դրված չի։ Որտեղ սենյակներ կան, որ այդ սենյակի աղբամանը երբեք չի լցվում։ Որտեղ ընդ ոչ մի բան չեն գցում։ Եվ նա պատում էր հետևյալը, որ գիտես կան մարդիկ, ովքեր հավաքում են թղթեր իրանց սեղանների վրա եւ այդ թղթերը բարձանում է եւ մեծ քանակությամբ անպետք թղթեր են հավաքում սեղանի վրա։ Որ դարակը բացում ես թուղթը։ Ասում ես, սա պետք կգա։ Մյուսն ես բացում, սա պետք կգա։ Բայց ամենապատասխանատու պահին, երբ որ պետք է ամենակարևոր փաստաթուղթը գտնել, դու չես գտնում։ Ինչի, որովհետև դրա վրա լցված է լիքը անպետք թղթեր, որոնք վաղուց պետք է գտնվեին աղբամանի մեջ։ Եվ նա կոչ է անում, սիրեք ձեր աղբամանը եւ հաճախ լցրեք դա։ Եվ այս օրինակը նա բերում էր կյանքերի մեջ քրիստոնյաների։ Իրաց շաբաթվա ընթացքում մեր կյանքերի մեջ այնքան բաներ է հավաքվում, մենք որոշակի բաներ ենք լսում, խոսում ենք, կարծիքներ ենք հայտնում, հանդիպումներ ենք ունենում եւ ժամանակի ընթացքում մեր կյանքերի մեջ հավաքվում է շատ անպետք բաներ, որոնք պետք է հեռացնել մեր կյանքերից։ Հալելույա, փառք Աստծուն դրա համար։ Եվ դա շատ նման է աշխատասեղանի մաքրությանը, որովհետև մենք մեր կյանքերում ունենք բաներ, որ խանգարում են մեզ։ Ոչ թե խանգարում են, այլ մեզ հեռացնում են Տիրոջից։ Եվ մենք հիշում ենք, որ Տերը որդեգրել է մեզ, բայց մենք այստեղ շատ հեռու ենք Տիրոջից։ Մենք գիտենք, որ մենք Աստծո զավակներ ենք եւ պետք է ապրենք Տիրոջ տան մեջ, որտեղ կան համապատասխան պատվիրաններ, բայց մենք ապրում ենք ուրիշ պատվիրաններով։ Ու հետո ուզում ենք, որ Տերը, երբ որ կանչում ենք, նա պատասխանի մեզ։ Սիրելիս, մեր կյանքերի մեջ կան բաներ, որոնք խանգարում են մեզ հանդիպելու Տիրոջը։ Մեր կյանքերի մեջ կան բաներ, որոնք խանգարում են մեզ մոտենալու Աստծուն։ Մեր կյանքերի մեջ կան բաներ, որոնք ապրելակերպ է դարձել մեզ համար, որը Տիրոջ դուրը չի գալիս։ Եվ ես քեզ այսօր կոչ եմ անելու, որ դու վերանայես քո կյանքը, վերանայես քո մոտեցումները Տիրոջ խոսքին, վերանայես քո ապրելակերպը, վերանայես քո մտածողությունները, քո հայացքները, քո բառապաշարը, քո մտածողությունները։ Արդյոք Տիրոջ դուրը գալիս է դա։ Չէ՞ որ մենք Աստծո զավակներ ենք։ Չէ՞ որ Տերը որդեգրել է մեզ։ Բայց մենք ունենալով որդեգրությունը շատ հեռու ենք փախել Աստծուց։ Ուզում ենք, որ Տերը լցնի մեր կյանքը, լցնի։ Սիրելիս, մոտեցիր Աստծուն, եւ նա կմոտենա քեզ։ Մոտեցիր Տիրոջը, եւ նա կմոտենա քեզ։ Հալելույա, փառք Աստծուն։ Գիտես, մենք երկրային ծնողներ լինելով կարողանում ենք բարիքներ անել մեր երեխաներին։ Առավել ևս հայրը, որ երկնքում է, ցանկանում է, որպեսզի մենք ջերմ, մտերիմ փոխհարաբերություն ունենանք իր հետ։ Ինչի, որովհետև նա մեր հայրն է։ Նա սիրող հայր է։ Ամեն։ Նրա սիրտը ցավում է մեզանից ամեն մեկի համար։ Նա մեր համար ավելի շատ հոգ է տանում, քան թե մենք ինքներս մեր համար։ Ամեն։ Բայց կան բաներ, որը խանգարում է մեզ մոտենալու նրան։ Որովհետև երբ որ խոսքը գրում է սուտ խոսալու մասին, մարդիկ այլ երանգներ են տալիս դրան։ Սիրելի, սուտ խոսալը մեղք է։ Բամբասելը մեղք է։ Ինչպես է, որ մենք դա ներկայացնենք նրան։ Ինչպես է, որ մենք փորձենք ինչ-որ երանգներ, ինչ-որ, չգիտեմ, ենթավեռնագրեր տալ դրանց։ Մենք պետք է հեռացնենք մեր կյանքերից մեղքը։ Մենք պետք է թույլ տանք, որպեսզի Տերը գա մեր կյանքերի մեջ։ Տերը, երբ որ որդեգրեց մեզ, երբ որ մենք մեր զավակները ապրում են մեր տների մեջ, այն մթնոլորտի մեջ, որ մենք ենք ստեղծում տանը, Տիրոջ տան մեջ սրբությունն է։ Մեղքը տեղ չունի։ Ամեն։ Ես հասկանում եմ ինչ ես դու լուր։ Դա զարմանալի չի։
Բայց ես քեզ խորհուրդ եմ տա, որ դու մտածես, որտեղ մենք վերջում աղոթելու ենք։ Աղոթելու ենք ու խնդրելու ենք, որպեսզի Տերը շարժի մեր կյանքերը։ Աղոթելու ենք ու խնդրելու ենք, որպեսզի Տերը գա մեր կյանքերի վրա։ Որովհետև մենք շատ հարցերի պատասխաններ չենք ստանում նրա համար, որովհետև մեր կյանքերում կան խնդիրներ, կան խոչընդոտներ։ Գիտես, կա առակ, այդպիսի, անառակ որդու առակը։ Ես պարզապես ցանկանում եմ զուգահեռներ անցկացնել։ Նա որդեգրված էր եւ նա համարվում էր այդ ընտանիքի ժառանգը, զավակը։ Բայց ինչ էր տեղի ունեցել։ Նա թողել էր իր հայրական տունը եւ գնացել էր, մտածելով, որ նա ավելի խելացի է։ Հաճախ մենք ինքներս մտածում ենք, որ մենք այնքան խելացի ենք, որ կարող ենք Աստծո խոսքը շրջանցել։ Աստծո խոսքը հարմարացնել դեպի մեզ։ Սիրելիս, ոչ թե Աստծո խոսքը հարմարացրու քեզ, այլ դու ինքդ հարմարվիր Տիրոջ խոսքին։ Ոչ թե Աստծո խոսքը բեր քո կյանքի որոշակի բնագավառների մեջ ու ասա այս շատ հարմար է այս իրավիճակի համար, այլ դու ինքդ հարմարվիր Տիրոջ խոսքին։ Քո ապրելակերպը, քո կյանքը հարմարացրու Տիրոջ խոսքին։ Հալելույա, որտեվ Տերը շուտով գալիս է։ Սիրելիս, պետք չի լինել քրիստոնյա առանց Քրիստոսի։ Պետք չի քրիստոնեությունը առանց Քրիստոսի։ Մեր գլխավոր նպատակը մեր կյանքերի Հիսուսի հետ հանդիպումն է։ Հալելույա, փառք Աստծուն դրա համար։ Մենք որդեգրված ենք։ Տերը տվել է մեզ մեծ ուժ եւ զորություն, բայց միևնույն ժամանակ մենք թողել ենք դա եւ գնում ենք ուրիշ ուղղություններով։ Ու հետո Աստծուց խնդրում ենք Տեր, դե մի բան արա։ Չէ, դու պետք է մի բան անես։ Երբ որ մարգարեն հափշտակվում էր եւ իր ծառան իր հետևից գնում էր եւ տեսավ այդ պահը մարգարեի հափշտակության եւ վերարկուն վերցրեց, նա այնքան գոհ էր իրանից, որովհետեւ իր Տիրոջ վերարկուն իր մոտ էր։ Մարգարեի վերարկուն իր մոտ էր։ Եվ երբ որ նա եկավ այդ գետի մոտ, որը վարարած էր, հանեց վերարկուն եւ խփեց գետին եւ ասեց. «Դե Եղիայի Աստված, այս գետի հարցերը լուծիր»։ Բայց շատ հաճախ գիտես Տերը հենց Աստծո Եղիային էլ մանա գալիս։ Տերը մեր մեջ ուզում է տեսնի այդ մարգարեին, այն զավակին, որ իր կյանքը նվիրել է Հիսուսին ամբողջությամբ։ Ամեն։ Ոչ թե ինչ որ մեկի վերարկուն մենք օգտագործենք, այլ մենք ինքներս սրբության մեջ լինենք եւ կանչենք նրա անունը եւ նրա զորությունը ազատ արձակի մեզ ամեն տեսակի բաներից, որ Տերը շարժվի մեր կյանքերի մեջ։ Հալելույա, փառք Աստծուն։ Մենք կարիք ունենք մեզ կյանքերը մաքրելու։ Եթե մենք քննում ենք, մենք գիտես շատ վատ է, երբ որ քրիստոնյայի կյանքը նման է ավտոտնակի, որ բացում ես դռները, այնտեղ ամեն ինչ կա, ամեն ինչ, բայց այնտեղ այնքան աղբ կա, որ պետքա թափվի, այնտեղ այնքան աղբ կա, որ պետքա թափվի, որտեղ մենք մտածում ենք, ոչինչ, սա էլ պետք է գա, մյուսն էլ պետք է գա, այն մյուսն էլ, ու հասկանում ենք, որ մեր կյանքերի մեջ մենք հավաքում ենք այնքան աղբ, որ պետք չի մեզ, պետք չի էլ գալու սիրելիս, ազատվիր դրանցից, թող որ Տերը գա քո կյանքի մեջ, քո կյանքի ամեն բնագավառների մեջ, գիտես մենք աղոթում ենք ու Տերը չի պատասխանում, մենք լացում ենք Աստծո առաջ ու Տերը ոչինչ չի խոսում մեզ, դա մենք ունենք խնդիր, հալելույա, Տերը այսօր է դրել, որովհետեւ մենք այսօր որոշում կայացնենք, մեր կյանքերը փոխելու, Տեր այսօր է դրել, որովհետեւ մենք որոշում կայացնենք եւ որոշենք ընտրենք Տիրոջ կողմը։ Եթե կշեռքի մի նժարին դրված է քո պատասխանը եւ մյուս նժարին դրված է այն ինչը որ դու պետք է բաց թողես քո կյանքի մեջ, խնդրում եմ ընտրի Տիրոջ կամքը։ Ամեն, որովհետեւ հաճախ մենք ընտրությունների մեջ ենք։ Հաճախ մենք ասում ենք Տեր սա, թե սա։ Եվ Աստված ասում է ընտրի բարին։ Ընտրի այն, ինչ որ Տերը կամենում է։ Ընտրի այն, ինչ որ Տերը ցանկանում է քեզ տալ։ Ամեն։ Մենք լինելով Աստծո զավակներ,
Շատ հաճախ մեր կյանքերում բաներ է կատարում, որ չպետք է կատարվի։ Մենք լինելով Աստծո զավակներ, հաճախ մեր կյանքերի մեջ մեր տան դուռը բացում ենք սխալ բաների առաջ, եւ դրանք գալի ու մտնում են մեր կյանքերի մեջ։ Խլում են մեր ժամանակները։ Ամեն։ Գիտես Հիսուսը ասում էր. «Ծախու առեք ձեր ժամանակը»։ Ինչ է նշանակում։ Ժամանակը գնալու է, թրջելու է։ Երբ որ հաճախ ես զրուցում եմ ծեր մարդկանց հետ, ովքեր արդեն ապրել են իրենց կյանքը, նրանք ասում են, այսպես թռավ մի անգամից։ Չհասցրինք ինչ որ մի բան անել, մի ակնթարթի նման է։ Ու երբ որ Հիսուսը խոսում է ծախու առեք ձեր ժամանակը, դա հենց այս ժամանակի համար է խոսում։ Հենց այս ժամանակի համար է խոսում, որովհետև մենք ժամանակներս վատնում ենք հենց այնպես։ Բայց Տերը կոչ է անում, որպեսզի մենք չմոռանանք ով ենք մենք, ում զավակներն ենք մենք։ Ամեն, ինչ իշխանություն ունենք մենք Աստծուց տրված եւ ինչ մենք կարող ենք անել։ Հալելույա, փառք Աստծուն։ Ես Սաղմոսների մեջ, երբ որ կարդում ես 91-րդ Սաղմոսը, հենց առաջի խոսքում գրված է, որ ծածկոցի տակ բնակվողը, ոչ թե եկողն ու գնացողը, ոչ թե տուրիստը, որ գալիս է հյուր, գալիս է մի օրով, երկու օրով, ու նորից դուրս է գալիս։ Կգամ, շատ հաճելի էր ձեր մոտ, ու գալիս է եւս հաջորդ հավաքույթների ժամանակ։ Տերը ցանկանում է, որպեսզի մենք կանչենք Հիսուսին մեր կյանքերի մեջ, ու մենք ինքներս մտնենք Հիսուսի մեջ։ Որպեսզի մենք թույլ տանք Տիրոջ խոսքը գա մեր կյանքերի մեջ ու փոխի մեր կյանքերը։ Գիտես, շփվելով ոչ մի բան չի լինի, բայց Տերը ցանկանում է որդեգրի, դնի ստորագրությունը քո կյանքի վրա, որպեսզի փոխվի քո կյանքը, որպեսզի դու վերցնես Աստծուց այն ամենը, ինչ որ Տերը պատրաստել է քեզ համար։ Հալելույա, եւ ես հավատում եմ, որ Տերը ունի հրաշալի բաներ պատրաստած ամեն մեկիս համար։ Հրաշալի բաներ ունի Տերը պատրաստած ամեն մեկիս համար, բայց ինչ պատճառներով մենք թույլ չենք տալիս, որ դրանք գան մեր կյանքերի մեջ։ Եսայա մարգարեության 59-ի առաջի խոսքում գրված է, որ մեղքերը փակում են մարդկանց եւ Աստծո միջև տարածքը։ Տեր, բայց չէ որ ես քո զավակն եմ։ Եթե կա մեղք, փակա։ Տերը միայն լսում է ապաշխարության աղոթքը։ Եթե կա մի բան, որը որ խանգարում է, դու, չգիտեմ, ամեն ինչ անում ես ու ոչինչ չի կատարվում։ Ուրեմն կա պատճառ։ Սիրելիս, մոտեցի Տիրոջը եւ Տերը կմոտենա քեզ։ Մոտեցի Տիրոջը եւ Տերը կմոտենա քեզ։ Մի քուրիկի հետ խոսում էի, նա եկել էր պարզապես խորհրդատվության, իր ամուսինը շատ վատ էր վերաբերվել իր հետ։ Եվ այնպիսի բաներ էր պատում, որ չեմ ուզում այստեղից պարզապես պատմել, կլինեմ շատ կարճ։ Այն իրավիճակն էր, որ ես ոչ մի պատասխան չունեի իր համար։ Աղոթում էի, Տեր, դու ինչ կասես։ Ու Տերը Սուրբ Հոգին ասեց մի բառ, ներում։ Ու ես այդ քրոջը ասեցի, սիրելիս, ես պատասխան չունեմ, բայց Տերը խոսում է, եթե դու ներես, Տերը կարող խառնել քո իրավիճակների մեջ։ Ասեց, ինչ ներեմ, ձեռս ընկնի հիմա 1000 կտոր կանեմ նրան։ Բայց ինչ կատարվեց, ներեց։ Մի ժամ հետո մեր խոսակցությունը շարունակվեց եւս 1 ժամ։ Եվ ներեց, մենք միասին աղոթեցինք, ու Տերը փոխեց այդ կնոջ իրավիճակը։ Տերը պտտեց այդ կնոջ իրավիճակը։ Հալելույա, փառք Աստծուն։ Ես մենք աղոթում ենք ու չկա պատասխան, միգուցե մենք պետքա ներենք։ Ես չգիտեմ, դու գիտես։ Մի ուրիշ եղբոր հետ խոսում էի, նայեն խմբակում նա ասում էր, գիտես, 5 ամիս աշխատել եմ ու աշխատավարձ չկա։ Ոչ թե չկա, այլ չեն տալիս։ Ասում եմ, ես տանը աղոթում էի, ասում էի, Տեր, ո՞րն է պատճառը։ Չէ որ ես աշխատել եմ։ Ասում եմ, երբ որ մենք աղոթում ենք կնոջս հետ, Տերը խոսած մի բան, խոստմունք։ Ասում եմ, մենք սկսեցինք փորփրել մեր մտքերը։ Մեր մտքերը սկսեցինք փորփրել։ Ու հիշեցինք, որ ինչ որ ժամանակ առաջ մենք խոստմունք ենք տվել ինչ որ ծառայության եւ չենք վճարել։ Եվ ասում ենք առանձնացրեցինք այդ գումարը, այդ 6000 դրամը առանձնացրեցինք։
Ասում հետո ինչ կատարվեց, ասեց մինչև որ մենք չենք տարել այդ գրասենյակ, այդ գումարը խոսմունքը վճարելու, հաջորդ օրը թե մյուս օրը 5 ամսվա աշխատավարձը վճարեցին։ Հալելույա, փառք Աստծուն։ Թույլ տու, որ Տերը շարժվի քո կյանքերի մեջ։ Թույլ տու, որ Տերը շարժվի ձեր կյանքերի մեջ։ Մի փոքր բանը, ես չգիտեմ ինչը, բայց մի փոքր մեր կյանքերի մեջ, որը որ Տիրոջ կամքով չի, որը մենք թույլ ենք տվել, որ գա մեր կյանքերի մեջ, դա փակելու է Տիրոջ մեծ օրհնությունը, որ Տերը պատրաստել է ամեն մեկիս համար։ Ամեն։ Գիտես, կարևոր է, որպեսզի մենք մտածենք այնպես, ինչպես որ Տերն է մտածում։ Մտածենք մեր հոր նման, որովհետև մենք որդեգրված ենք։ Ամեն, որովհետև մենք որդեգրված ենք։ Ինչ է տեղի ունենում, երբ որ մենք անում ենք Տիրոջ կամքի համեմատ։ Գիտես, Տիրոջ կամքի համեմատ երբ որ անում ենք, Տերը պահում ու պաշտպանում է։ Ամեն, մեր ռայոնի շրջանների եկեղեցիներից մեկում, որտեղ որ ես նույնպես հովիվ եմ, կա այսպիսի վկայություն։ Մի քույրիկ ինքը ընդամենը 5 ոչխար ուներ։ Այդ մեծ հոտի մեջ, որ տանում են սարերը։ Եվ միգուցե լսած կլինեք անցած տարի, երբ որ գայլերի հոտ այդ խումբը հարձակվել էր գառների այդ ոչխարների հոտի վրա եւ ցրել էին բոլորին։ Մոտ 150-200 ոչխար։ Ինչ էր տեղ ունեցել։ Այդ քուրիկի 5 ոչխարը իրա ոտքով եկել էր տուն։ Դու ծիծաղում ես, բայց դա վկայություն է, որովհետև ոչխարները իրանց ոտով տուն չեն գալիս։ Նրանց պետք է գնաս ու բերես։ Հալելույա, փառք Աստծուն։ Միգուցե փոքր վկայություն, բայց Տերը պահում ու պաշտպանում է։ Սիրելիս, չգիտեմ, դու ինչ խնդիրներ ունես, բայց ես գիտեմ, որ Տերը առաջնորդում է ինձ, որ քեզ կոչ անեմ, միգուցե կան բաներ, որոնցից դու պիտի այսօր հրաժարվես։ Միգուցե կան բաներ, որոնք խանգարում են քեզ, որ Տիրոջ պաշտպանությունը գա քո վրա։ Միգուցե կան բաներ, որոնք որ կանգնել են կոկորտիդ ամեն անգամ աղոթելուց, այդ պատկերն է գալիս քո առաջ։ Այդ իրավիճակն է գալիս քո առաջ։ Այդ մարդու դեմքն է գալիս քո առաջ։ Այսօր որոշում կայացրա։ Բաց թող, ների, կատարի քո խոստմունքները եւ իրավիճակները կփոխվեն քո կյանքերի մեջ։ Ձեր կյանքերը կլցվեն Տիրոջ զորությունով։ Եթե դու աղոթում ես ու ոչ մի պատասխան չկա, ես քեզ առաջարկելու եմ, որպեսզի փոխես եւ կատարես մեծ որոշում։ Եթե դու ծոմով կանգնում ես ինչ-որ բաների համար ու չկա ոչինչ, երբ որ չորություն ես զգում քո եւ Աստծո միջև փոխհարաբերությունների մեջ, երբ որ դու չես էլ ուզում աղոթես, եւ դու զգում ես, որ այդ որդու նման անառակ թողելու հեռացել ես, ոչ թե մտածված, այլ այդպես ստացվել է։ Քո կյանքում դու զգում ես չորություն, չկա Տիրոջ ներկայությունը, չկա Սուրբ Հոգու հաղորդակցությունը։ Ես այսօր քեզ կոչ եմ անում, որպեսզի դու որոշում կայացնես։ Որոշում կայացնես ապաշխարության համար։ Որոշում կայացնես եւ պարզապես բացես քո կյանքը Աստծո առաջ։ Եվ Տերը գա եւ նորից վերականգնի այն քաղցրությունը, երբ որ կար նոր ապաշխարած, նոր որդեգրված ժամանակ։ Դու ցնծում ես, լցված ես Աստծո ներկայությունով։ Հալելույա, ինչպես են ասում, ծովը ծնկներիցդ էր։ Ինչի, որովհետև Տերն է քո Տերը, որովհետև Հայրը երկնքում քո Հայրն է։ Հալելույա, փառք Աստծուն։ Մինչև որ փառավորության խումբը կբարձրանա, ես քեզ առաջարկելու եմ, եթե ցանկանում ես քո իրավիճակները փոխվեն, դու պետք է քայլ անես։ Դու պետք է քայլ անես, որովհետև երբ որ կարդում ես անառակ որդու պատմությունը, նա արդեն իջել էր ամենավերջի աստիճանին։ Եվ նա գրված է, որ ինքը իրեն գալով նոր սկսեց մտածել հորտան մասին։ Սիրելիս, պետք չի, որ մենք իջնենք մինչև վերջի աստիճանը, որ էլ տեղ չկա իջնելու։ Պետք չի, որ դու կորցնես ամեն ինչ, նոր սկսես մտածել Աստծո մասին։ Պետք չի, որ հիվանդությունը հասնի ամենավերջի աստիճանին, որ դու մտածես Տիրոջ մասին։
Ինչպես որ այդ առակի մեջ հայրը դուրս էր գալիս եւ կանգնում էր եւ նայում էր հերուները, թե երբ է գալու իր զավակը։ Նույն ձևի Տերը այսօր սպասում է։ Երբ ես դու քայլ անելու դեպի նրան։ Երբ ես դու գալու դեպի Տիրոջը։ Հալելույա, փառք Աստծուն։ Եկեք ոտքի կանգնենք։ Եվ եթե դու զգում ես, որ ինչ-որ բան այնպես չի քո կյանքի մեջ, ես քեզ կոչում եմ, որ դու քո տեղից դուրս գաս եւ գաս առաջ։ Եթե դու աղոթում ես ու ոչ մի պատասխան չկա, դուրս արի քո տեղից եւ արի առաջ։ Եթե կան խոչընդոտներ քո կյանքերի մեջ, հարաբերությունների մեջ, եւ դու չես կարողանում ներել, դուրս արի քո տեղից եւ արի առաջ։